Նոյեմբերի 9-ին ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել Շիրակի մարզային փրկարարական վարչություն, որ Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Իրար են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի 2 եւ ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենաները։ Մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը թվով 5 տուժած տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանցից 3-ն անցել են ամբուլատոր բուժզննություն, իսկ 2-ը 1963 թվականին ծնված Վարուժան Մկրտչյանն ու 1962 թվականին ծնված Ավետիք Խաչատրյանը ներկայում գտնվում են ստացիոնար բուժման մեջ։ Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Երկուսը գտնվում են ստացիոնարում, մեկը վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, տազի կոտրվածքով, կողերի կոտրվածքով։ Մյուսը գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում, կրնկոսկրի կոտրվածքով, վիճակը բավարար է։ Պլանավորվում է կատարել վիրահատություն։ Վերակենդանացումում գտնվողը դեռ պարզ չի, երբ կտեղափոխվի բաժանմունք։